3 տարի առաջ այսօրը սկսվեց պատերազմ։ Սկսվեց 44 օրյա պատերազմ, դավադիր պատերազմ, գծագրված պատերազմ, որով որ մենք պարտվեցինք։ Մենք ոչ թե պարտվեցինք Ադրբեջանին, այլ մենք պարտվեցինք մեր ներքին թշնամուն։ Ներքին թշնամին Ռոբա Սերժան Նիկոլական կլանը արեց հնարավորինս եւ անհնարինը, որպեսզի հայ զինվորը ռազմի դաշտում պարտվի։ Ես Ադրբեջանին չեմ մեղադրում կատեգորիկ, որովհետեւ Ադրբեջանը 30 տարի շարունակ նամանավանդ Իլհամ Ալիևի ժամանակ մարդը զինվավ, մի քանի անգամ փորձեր արեց, ատամ գցեց, հասկանալու համար կարա թե չի կարա։ Երբ որ Ադրբեջանը զինվում էր, Ղարաբաղի գեներալիտետը, կառավարությունը, Հայաստանի կառավարությունը զբաղված էր հյուրանոցներ, ռեստորաններ, մոթելներ, ջրաշխարհներ կառուցելով, առնելով, կապիտալը զարգացնելով։ Մեր հարկադիր կատարողը Քեթրինի Միրանը նույն բանկում ինչ-որ հաշիվ ուներ Ադրբեջանի նախագահը, ինքը նույն բանկում ուներ հաշիվ $100 միլիոն։ Այդ երևույթը հրապարակեց մամուլ, այն ժամանակ Վարդան Ղուկասյան չկար, կար հետք, հիմա ինչքան գիտեմ կա, ընկեր հետքը հրապարակեց եւ փոխանակ Քեթրինի Միրանին դադեին, կալանավորին գումարը հետ բերեին, մարդը հրաժարական տվեց, ասում է ես հրաժարական եմ տալի, որովհետեւ իմ անուն ազգանունը հայտնվել է նույն ցուցակի մեջ, որտեղ Ադրբեջանի նախագահի անուն ազգանունն է։ Եվ ոչ ասենք եւ ոչ մեկ չասեց, այ բոզի տղա, միտեղ մի ցելի երկրի պրեզիդենտ է, միտեղ ինչ որ մի հատ ճնջուլ ուտող սրա նրա, չգիտեմ, տելևիզորը, դիվանը, օգտագործած մայկա տրուսիկը արգրավող բոզի տղա։ Ես կյանքումս չեմ կարացել այդ հիմնարկությունը սիրել։ Ոչ մի կերպ չեմ կարողանում, հա, գնան այն մեծահարուստների հետևից, հիմա ոնց որ այսօր Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Պաստորեն հետևը մա եթերներից, հելելավոշն Քոչարյանը թե Ղարաբաղցիքի ունեցվածքը վեկալել տալ Ղարաբաղի փախստականներին, այդ ուրիշ բան, որ այդ սեր շորավոր հարկադիր կատարողը հլնի գնա ֆլեշի Բարսեղի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ այլն, սրանց այդ ունեցվածքը վերցնեն պետականացնեն, այդ շենքերը, մենքերը եւ տան Ղարաբաղի ժողովրդին։ Բայց գնալ ինչ-որ 50,000 դրամ, 100,000 դրամ չվճարած մարդու տնից օգտագործած մայկա տրուսիկ, կնգալիֆը, մոր տրուսիկը բռնագրավել, բերել որ ինչ-որ 50,000 փակել։ Ես էդի ոչ մի կերպ այդ մարդկանց գործողությունը չեմ հասկանում եւ չեմ ընդունում։ Եվ այս ներքին թշնամին, ով որ պատճառ հանդիսացավ Եռաբլուրի ասենց կադրային հաստիկները համալրելուն, տեսեք անցել է 3 տարի։ 3 տարի։ Մինչև օրս ոչ մի հանցագործ, ոչ մի պետական դավաճան հրապարակայնորեն չդատապարտվեց ազատազրկման։ Բերեին դատարանի դալիճ, հիմնավորին ժողովրդին ցույց տան, որ այս գեներալը, այս հրամանատարը մեղավոր էր այս կամ այն գործողության մեջ։ 3 տարի։ Ունեցանք գնդի հրամանատարներ, դաժե անունազգաներով, բաներով հրապարակեցինք, որ թողել են գունդը, թողել են գաղտնի մասի փաստաթղթերը, թողել են գնդի դրոշը, մեքենան բարձել է կոֆեի ապարատները, որ կոպեկը գցում ես կոֆեա տալը, նստել է ու փախել է զորամասից։ Ուր է այդ մարդը։ Իրավացիք, նորից աշխատում է գնդի հրամանատար։ Ադրբեջանը ցույց տվեց տասնյակներով, հարյուրներով զինտեխնիկա, որոնք որ առանց վնասվել զինապահեսներով ամեն ինչով թողնվել էին Ադրբեջանին։ Ով էր սպառազինության գծով տեղակալը այդ գնդի եւ ինչի սպառազինության գծով տեղակալը չէր պայթացրել կամ չէր վառել մի հատ բաժակ սալարկա ասենց կամ բենզին չէր լցել զենքի վրա ու կրակը չէր տվել, այլ թողել էր հակառակորդին, որը որ դրեց ավտոների վրա եւ պարատ անցկացրեց Բաքվում։ Հադրուտ մարդիկ գրեցին։
Ուրա հադրութի գնդի հրամանատարը հաստատ կալանավորված չի, ազատության մեջ է, անգամ դատապարտված չի։ Մենք տեսանք, որ այսօր ես ամենայն դեպս չեմ տեսել, որ իշխանությունը գնա բան, անչե երաբլուր, որտեղ վախեցած են, գնան ինչ անեն, ժողովուրդը բռնելու են ծծցնեն, այս գազազած ժամանակ ուր գնան։ Ու ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ հիմա ռադիկալ ընդդիմություն կոչված Վարդան Ղուկասյանը, որովհետև ես ուրիշ չեմ տեսնում, պայքարում է երկու ուժի դեմ, մեկ իշխանության դեմ, մեկ պարլամենտական ընդդիմության դեմ։ Պարլամենտական ընդդիմություն կոչվածը ամենակրիտիկական, հուզումնալից, խայտառակ պահերին, որ կարելի էր իշխանափոխություն անել, թեկուզ բռնի, գալի լցվում է հրապարակ, չի թողում ոչ մի ընդդիմություն հայտնվի, իսկական, ինքնա, որտեղից որտեղ հայտնվում է ձեժուրնի բոզի տղա Վազգեն Մանուկյանը, կողից էլի մի քանի հոգի, մաշացնում իրանց բանաստեղծություններով, ելույթներով, մեկ էլ Բեղլուն, բռնաբարում հասարակությանը, հիասթափացնում ճանապարհում տներով։ Նույնը եղավ նոյեմբերի 9-ին, 2020 թվականի, եկան լսվան կառավարության շենք, ազգային ժողով, ջարդին, փշրին, գույքը ավիրին, ինչ արին, հաջորդ օրը սաղին տարան ոչ կալանավորին, ոչ մեկ հետևից, ոչ մեկ չգնաց, ինչ եղան այդ մարդկային ճակատագրերը, մարդ չգիտի, մեկին է կթան մեռած, են երեխուն, չգիտեմ որտեղից էին գցե, այտենց էլ մնաց մութ, Նիկոլս մնաց։ Անցավ մի որոշ ժամանակ, նորից ինչ-որ մի բան եղավ, նորից իրանք հայտնվան, եւ հիմա ընդամենը վերջերս մի քանի օր առաջ, մի շաբաթ ու կես առաջ, նորից ընդդիմությունը եկավ լցվավ հրապարակ, խաղաց մարդկանց էմոցիաների հետ, 100 քանի հոգու ղրկեց Բերդ, վերջում էլ ասում է, մեզ ոչ մեկ չի միանում։ Ասում ես եղբայր, իշխանափոխությունը դուք իրականացրեցիք Ղարաբաղում դաշնակներով, ձեզ զմ դրան բարիք, Ադրբեջանը հարցակվավ, Ղարաբաղը վեգալավ, իշխանափոխություն ես ուզում անես, մանդատդ վայր դիր, պարլամենտական ընդդիմություն, ես աշխիս պիտի սկսեմ միտինգ անել դեմից, ընդդիմության դեմ, այսպես կոչված, պարլամենտական, հետո նոր իշխանության դեմ, մանդատդ վայր դիր, ինչի մանդատդ վայր չես տնում, չես առաջացնում սահմանադրական ճգնաժամ, որ նույն Միացյալ Նահանգները, որը որ այսօր պահում է Նիկոլ Փաշինյանին, վերցնի ընդեղից հեռախոսն ասի, գիտեք ինչ, դուք պարլամենտում ընդդիմություն չունեք, մենք չենք կարող ձեր հետ համագործակցել, մենք ձեզ պարտադրում ենք կամ խորհուրդ ենք տալիս գնալ ընտրությունների, որովհետև այսպիսին է նահանգների պահանջը, նահանգներն ասում են ցանկացած իշխանափոխություն բռնի, չգիտեմ, դեռ ժողովուրդ կլնեք, պերևառոտ կանեք եւ այլն, ես չեմ ճանաչելու։ Բռնի իշխանափոխություն փորձիկ անել, իրավիճակի վրա սահմանում այդ իրավիճակը լարում եմ, կանաչ լույսը վառում եմ Ադրբեջանի համար, որովհետեւ պիտի իշխանության կան պրոռուսական ուժերը։ Ես դա թույլ չեմ տալի, ասում է USA։ Միանշանակ Ուզում եք իշխանափոխություն, խնդրեմ, ընտրություններով ոնց որ Երևանում եղավ, հələ գնացեք, ընտրություն արեք, եւ մենք տեսնենք Նիկոլը ռեյտինգ ունի թե չունի։ Նիկոլը ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, այսպիսին է Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների կարծիքը եւ որոշումը։